Որքան էլ պաշտոնական Երևանը խոսում է խաղաղության մասին ու արձանագրում է դրա հաստատման փաստը, Բաքվից գալիս են այլ ազդակներ, որոնք ամենևին էլ դրա մասին չեն։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ջրականում մասնակցել է մզկիթի հիմնարկեքի արարողության։ Ալիևը խոսել է պատմական արդարության մասին։ Ասել է՝ իր ժողովուրդը հավատացել է արդարությանն ու ապահովել է այն։ Թշնամուն վտարեցինք մեր հողերից եւ այսօր հրաշալի կյանք ենք կառուցում, ասել է Ալիևը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հայկական ջրականում կառուցվող մուսուլմանական կոթողը զբաղեցնելու է 1530 քառակուսի մետր տարածք։ Խաղաղության մասին չեն նաև Բաքվում մեր հայրենակիցների ապօրինի դատավարությունները։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ խնդրանքով դիմել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին, կազմակերպել Բաքվում ԵՄ դեսպանի այցն ապօրինի պահվող մեր հայ գերիներին։ Նրա խոսքով Ադրբեջանը ԵԽԽՎ-ի ավելի քան 70 պատգամավորի պերսոնա նոն գրատա է հայտարարել։